այստեղ ձեր ասացի հետ կապված ես հետեւյալ դիտարկում ունեմ, թե որ դեպքում ինչքան եւ այլն, դա սա այնուամենայնիվ նախագիծ է, որը սկսում է շրջանառությունը։ Արժևում կլինեն քննարկումներ, կկոնկրետացնեն, կհղկվի եւ այլն, այսինքն ինչ որ դուք ասցիք, այդ եկեք ընդունենք որպես պայմանական, որովհետեւ կարող է իջնի, կարող է բարձրանա, կարող է ընդլայնվի, կարող է նեղանա, բայց քաղաքական արձանագրումը հետեւյալն է. բջջային հեռախոսների շուկան ամենամեծ եւ ամենամեծ ստվերային շուկան է։ Մենք ինչ անում ենք, թռնում ենք վերև, իջնում ենք ցած, ջղայնանում ենք, կատաղում ենք, ներվայնանում ենք, բայց այդ շուկան ուղղակի մեղմ ժպտում է եւ շարունակում է իր գործը։ Եվ աշխարհում այս լուծումները վաղուց կան եւ մենք քաղաքական արձանագրումը այն է, որ ավարտվում է սև բջջային հեռախոսների շուկայի դարաշրջանը եւ Հայաստանի Հանրապետությունում ոչ մի հեռախոս, որը չի հավաստիացվում, որ ներմուծվել է օրինական ճանապարհով, Հայաստանի Հանրապետության տարածքում չի աշխատելու, այսինքն դրանով մաքսիմալ կարելի է պոպոկ կոտրել, բայց որպես հեռախոս օգտագործելու հնարավորություն չի լինելու եւ սա արդարացված է, ընդ որում մենք այս քննարկումները մենք սկսել ենք ինչքան մի տարի ու կես առաջ եւ շատ մանրամասն քննարկել ենք եւ ակնհայտ է, որ մենք այս լուծումներին պետքա գնանք, որովհետեւ իհարկե սա չի նշանակում, որ մենք վերահսկողական մեր գործառույթները, այդ թվում կոշտ գործառույթները, որոնք իրականացնում ենք, չպետք է իրականացնենք, բայց ակնհայտ է, որ այդտեղ սենց ռադիկալ եւ ստանդարտացված եւ քաղաքակիրթ լուծումներ են պետք։ Հիմնական խնդիրը հետեւյալն է. բջջային հեռախոսը միացվեց, մինչեւ ինքը չի հավաստիացվում, որ ինքը օրինական ճանապարհով է ներմուծվել Հայաստանի Հանրապետություն կամ առնվազն եթե այսինքն պետության հետ հարաբերություններում ինքը չի արձանագրել, չի հայտնվում կանաչ գոտում, այդ հեռախոսը Հայաստանի Հանրապետությունում պետքա չաշխատի։ Հիմա անհատների պարագայում եւ այլն, ովքեր սա պարզա այս որոշման թիրախը առաջին հերթին բիզնեսնա շուկան է եւ անհատների դեպքում կարծում եմ, որ որևէ լարվածություն առաջանալու կարիք չկա, որովհետև կլինի կարգավորում, որ անհատական օգտագործման համար մարդիկ կարող են կսահմանենք այդ ինչքան է այդ թիվը տարին մի հեռախոս է, թե 2 տարին մի հեռախոս է ամեն անհատի պարագայում, իրանք կարող են ներմուծել, այսինքն դրանք կկարգավորվի, բայց արդեն չէ, ես նկատի ունեմ նախագիծ է, խորհրդարանի գործընկերների հետ էլ այսօր առավոտ էլ առցանց ռեժիմում քննարկում ունեցանք, որ նաև ոլորտի գործընկերները կհրավիրվեն, դա մեր քննարկումների հարթակում կդրվի քննարկման, լսումներ կլինեն եւ այլն, այսինքն որպեսզի որևէ մեկը մեկուսացած չզգա իրան այս որոշումների կայացումից։ Այսինքն հնարավոր է փաստարկներ հնչեն, կարծիքներ հնչեն, նյուանսներ լինեն, որ մենք լավ չենք պատկերացնում, պետք է ավելի լավ այդ ամեն ինչը կքննարկենք եւ բոլոր հարցերը կլուծենք։ Բայց բնականաբար ոչ մեկը չի կարող գա ասի, որ կարծում եմ սև շուկան ավելի լավ է, քան այն ինչ որ մենք ուզում ենք ստանանք։ Այս հարցը հաստատ չենք քննարկելու եւ չենք քննարկելու նաեւ մտածածին պատճառներով այս որոշման կայացումը հետաձգելու։ Այս խնդիրը դրել եմ հետեւյալ կերպ. 2027 թվականի հունվարի 1-ից պետքա որոշումը ուժի մեջ մտնի եւ պետքա աշխատի։ Հիմա միջև պետքա շաբաթ-կիրակի օրերին էլ քննարկենք, որ ժամանակի բան չունենանք, սահմանափակում չունենանք, բայց որոշումը պետքա կայացվի եւ այս պատմությունը պետքա ավարտվի, որովհետեւ բոլորիս ստեղն է արդեն հասել այդ բանի, բոլորի չգիտեմ, բայց իմ ստեղը հաստատ հասել է այդ բջջային հեռախոսների սև շուկայի դեմ արդյունք կամ հիմնականում անարդյունք պայքարելու այդ տրամաբանություն։ Եվ ի վերջո պարոն Հայրապետյանը նշեց նաև անհատական տվյալների պաշտպանության, կիբերանվտանգության եւ այլ հարցեր կան, որովհետեւ եկեք չմոռանանք, որ մենք առաջիկայում մենք թվայնացման շատ մեծ process-ներ ենք անցնում եւ առաջիկայում այն թվայնացման հայեցակարգը, որ մենք դրել ենք, սմարթֆոնը մարդու համար գործնականում լինելու ամեն ինչ, վարորդական իրավունք, անձնագիր, բանկային քարտ, բացարձակապես ամեն ինչ եւ մեզ հարկավոր է որ վստահ լինել, որ մեր երկրում գործում են այնպիսի գործիքներ, այնպիսի սմարթֆոններ, գադջետներ, որոնք այդ բոլոր ստանդարտների մեջ են գործում եւ այդ դեպքում պետությունը նաեւ որոշակի պարտավորություններ
պիտի ստանձնի կիբերանվտանգությունը ապահովելի։ Սա էլ շատ կարևոր մաս է, որովհետև սա մենակ այն չի, որ մենք ուղղակի շուկայի պարզ ֆիսկալ խնդիր ենք ուզում լուծել։ Մենք այստեղ նաև ստանդարտիզացման եւ նաև պետության պարտավորությունն ենք արձանագրում մարդկանց անհատական տվյալները, նաև կիբերանվտանգության ծառայություններ մատուցելու համար, որովհետև այսօր մարդիկ գնալով ավելի այսօր արդեն բանկային փոխանցումներ, գնումներ եւ այլն եւ այլն։ Հիմա այդ ֆունկցիաները շատանալու են, ասում եմ, որովհետև թվայնացման ամբողջ տրամաբանությունն է, որ մարդ այդ լիքը փաստաթղթեր, գործիքներ, պլաստմասի կտորներ եւ այն որ գրպաններում կամ դրան բանակի մեջ պահում է, X պահից պետք է այդ ամեն ինչը չլինի։ Տանը միտեղ պետք է պահի, իսկ առօրյա օգտագործման համար ամբողջը պետք է տեղավորվի թվային դաշտ։ Ձեր ավելի պատկերավոր ասեմ, թվայնացման տեսանկյունից սմարթֆոնը զենք է։ Կամ կարող եմ այլ կերպ ասեմ, դա թվային աշխարհում տրանսպորտային միջոց է։ Մենք չենք կարող իմեյի կոնցեպտը չներդնել Հայաստանում։ Եթե մենք դա չենք անում, նշանակում է մեր թվայնացման, ռեալ թվայնացման, թվային կապի օրակարգը շատ ավելի բարդ ու դանդաղ կգնա։ Ես ձեր ասած այդ ֆիսկալ էֆեկտները իհարկե շատ կարևոր են, բայց մենք ինչքան ֆիսկալի տեսանկյունից քննարկեցինք, պարզվեց, որ մենք արդեն լավ ուշացել ենք, որովհետև թվայինի եւ կիբերանվտանգության տեսանկյունից ոչ ավելի պակաս կարևոր է, որպեսզի մենք ընդ որում մենք այդ հաշվառման համակարգը տալիս ենք օպերատորներին, նես չի, որ մենք ինչ որ դա ուզում ենք պետական վարչարության մեխանիզմով անենք, բայց առանց դրա անհնար է։ Հետո մեր հետ զարգացած երկրներ, գործընկերներ մենք ուղղակի չենք ունենա, եթե այդ համակարգը չգործի։ Շնորհակալություն։ Ես մի հարց եմ ուզում հնչեցնել, եթե պատասխանը հիմա չկա, բայց լավ կլինի, որ ունենանք, որտեվ հիմնական նպատակը դուք ինչպես նշեցիք, նաև ստվերի դեմ պայքարն է, ի թիվս այլոց։ Մենք ունենք գնահատական պետական բյուջեի եկամուտների աճի։ Այս օրենքի ընդունման դեպքում հատկապես դուք նշեցիք, որ 27 թվականի հունվարի 1-ից է ակնկալվում, որ մանավանդ որ հիմա մենք գտնվում ենք այդ process-ում պետական բյուջեի քննարկումների 27 թվականի, սա շատ կարևոր կլինի ճիշտ պլանավորելու համար նաև ծախսերը կարծում եմ մեր ապագա։ Դե հիմա տենց որ նայենք, մենք այս տարվա համար էլ տենց խնդիր ունենք, ասել եմ եւ դա լավ է, որ մենք պետական բյուջեի եկամուտները առաջանցիկ տեմպերով կատարում ենք։ Դե ինձ թվում է դրա համար ժամանակ ծախսել, վիճել, բանավիճել, տենց շատ լավ։ Ինձ թվում է կունենանք նաև, բայց հիմա դժվար թե որևէ մեկը հաշված լինի, չենք հաշվել, չէ՞։ Դե նոր է շրջանառվում, շրջանառության մեջ գուցե թե այդ թեմային կա դա։ Շատ լավ, համեցեք պարոն Հակոբյան։ Բան եք ասում, թե չեք ասում։ Ես ուղղակի ուզում եի լրացնել ձեր ասածը, պարոն վարչապետ, որ ստվերային առումով, այո, ամենամեծ ստվերով շուկաներից է բջջային հեռախոսների շուկան ու տարբեր մասնագիտական գնահատականներ կան, որ 30-ից 40%-անոց ստվեր կա այդ շուկայում, ինչը եթե մեր տնտեսության ստվերի գնահատականների հետ համեմատենք, բարձր է, այսինքն միջինի համեմատ ինքը բարձր է, այդ տեսանկյունից հետագայում երբ որ կունենանք քննարկումը եւ վերջնական մեխանիզմը կլինի, մենք մի հատ պատկերը կհասկանանք ու ըստ դրա կարող ենք նաեւ գնահատել պոտենցիալ եկամուտները այս քննարկումներից հետո։ Համեցեք։ Եթե մեկ նախադասությամբ իրականում ձևակերպենք մեր նպատակը, ես այսպես սահմանեի, որ